Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ հետևելու համար։ Ես պետք է ասեմ, որ իմ դիտարկումներով թշնամական պրոպագանդան բավականին ակտիվացած է եւ նայելով դիտումների քանակը, տարածվելու հաճախականությունը, նման հաղորդումների պարբերականությունը, պետք է ասեմ, որ սկսել են բավականին մեծ փողեր ծախսել արդեն դրանց վրա, դե առանց դրա չի լինում։ Եվ բավականին ակտիվ են աշխատում պրոպագանդայի դաշտում։ Մենք ունենք այն ինչ որ ունենք։ Ազնիվ խոսք ունենք այն ինչ որ ունենք։ Ես այսօր կներկայացնեմ էլի ալիքներ, որոնք գործում են մեդիա դաշտում, որոնք ազգային ճշմարտության, արդարության դաշտում են, բայց դրանք քիչ են։ Եվ մենք պետք է իրար օգնենք։ Ես ինքս դրանց մասին անպայման խոսելու եմ, ովքեր դաշտում կան, որ իրենց էլ նայեն, իրենց էլ հետևողներ լինեն։ Մենք պետք է իրար օգնենք, որպեսզի կարողանանք այս մարազմին, այս դավաճանության, այս խայտառակությանը դիմադրել։ Դա համար նորից կոչ եմ անում տարածել, բաժանորդագրվել, խոսել մարդկանց հետ, ոչ թե պարտադրել դիտել, այլ գոնե առաջարկել։ Եթե օրական մեկս մի հոգու, ամեն մեկս մի հոգու կարողանա բերի բարոյականության դաշտ, ազգային դաշտ, ճշմարտության դաշտ, ամեն բան չենք ասում, մենք հնարավորություն կունենանք ոչ թե հաղթելու, այլ գոնե գոյատևելու։ Իսկ եթե լավ աշխատենք, կարող է հաղթենք, որովհետև նորից կրկնում եմ, թշնամական պրոպագանդան շատ ակտիվացել է ու զգացում է, որ այդ ալիքների, գովազդների, ամեն ինչի վրա մեծ փողեր է դրված, մեծ, ու իրանք հասկանում են, առանց մեդիատիրույթի հաղթանակի իրենք հաղթանակ չունեն։ Հիմա մեր գործն է, մենք ինչ ենք անում, մենք այդ մեծ փողերը չունենք, որ դնենք դրա մեջ, գոնե մեր ունեցած ռեսուրսների մեջ պետք է մենք հակահարված տանք, եթե ոչ հակահարված այդ մասշտաբների, գոնե փորձենք ինչ-որ մի բան անել։ Եվ այսպես ուզում եմ հաղորդումը սկսեմ ամենակարևոր նորությունից այսօր, երեք ասացի, որ Հայաստանում է գտնվում Իրանի փոխարտգործնախարարը, ես կարդում եմ ինչ ա գրված, ոչ մի բան չեն ասում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկա, վերահաստատելով հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։ Եվ ամենախայտառակն է, որ Հայաստանի կողմից մասնակցում է Վահան Կոստանյանը։ Ոչ մեկը, այսինքն Իրանի նման երկրի փոխարտգործնախարարին Հայաստանում ընդունում է ոչ մեկը։ Մի քանի պատճառ կարող է լինի դրա համար։ Նախ այցելությունից խոսենք ինչու է այս թեժ պահին, երբ որ Իրանում հակառակ քաոսային վիճակ է, տարբեր ինֆորմացիոն աղբյուրներին հետևելով փորձում եմ ես ինչ-որ պատկերացում կազմել ինչ է կատարվում Իրանում։ Այն որ վատ է հստակ, բայց ինչքան վատ է եւ ինչքանով է դա արդեն կոնտրոլից դուրս, իմ համար դժվար է այսօր ասել միանշանակ, բայց այն որ արդեն մոտ է դա կոնտրոլից դուրս գալու աստիճանին, դա հստակ է։ Եվ այդ վիճակին Իրանի փոխարտգործնախարարը գալիս է Հայաստան։ Ինչու՞։ Մի քանի տարբերակ կարելի է նայել վերստեղ քննարկել։ Նախ առաջինը ես կարծում եմ վերահաստատելու Հայաստանի դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Որ հանկարծ Հայաստանը չդառնա այդ օգոստոսի 8-ի ճակերտավոր այդ համաձայնությունների ընթացքում պլազդարմ Իրանի նկատմամբ։ Սա շատ կարևոր է Իրանում։ Շատ։ Այն որ արդեն իրենք այս վիճակին գալիս են Հայաստան, դա նշանակում է Հայաստանը մնում է իրանց համար ամենակարևոր երկիրը։ Տեսեք, էլի մենք, որ նույնիսկ մենք մեր համար կարևոր չենք, մենք շարունակում ենք մնալ Իրանի համար կարևոր երկիր։ Երկրորդը, որպեսզի նորից ճշտի Հայաստանի վերաբերմունքը այդ Թրամփի ուղի կոչվածի ֆորմատի վերաբերյալ, ո՞նց է լինելու, ինչ է լինելու, կամ եկել է ասի, ճիշտ է մենք մեր մոտ խառն ենք, բայց ինչ ասել ենք դա ուժի մեջ է։ Որովհետև այսօր, հենց այսօր Փեզեքշյանը Թրամփին ուղղված իր ուղերձում ուղիղ ասել է, որ չնայած մեր մոտ իրավիճակը քաղաքական ստաբիլ չի,
բայց ցանկացած հարձակում Իրանի վրա արժանանալու է ոչ թե հակահարձակման, հակահարվածի, այլ այդ հարձակումը կանխարգելող հատվածների, այսինքն ինքը չի սպասելու, որ իր վրա կրակեն։ Եթե ինքը զգաց, որ իր վրա ինչ-որ բան է գալի, առաջին ինքն է խփելու։ Անցնում է Իրանը հակահարձակման։ Սա Պեզեշյանի հայտարարությունն էր։ Այսինքն Իրանը պատրաստվում է ընդունել հարձակում։ Հասկանում է, որ դա 100% լինելու է։ Եվ այսօրով գալ Հայաստան, ենթադրում եմ, որ հենց այդ ֆորմատի մեջ է Հայաստանը արդյոք չի պատրաստվում դաշնահարել թիկունքից Իրանը։ Երկրորդը Թրամփի ուղի եւ այն տեսնելով այն իրոք այդ քաոսը, որ կատարվում է հիմա Թեհրանում, եւ արդեն կարդացի, որ ամենայն հավանականությամբ բազմաթիվ քաղաքներ արդեն անցել են ապստամբների տիրապետության տակ, երիտասարդներ, ունենք առաջնորդ չկա, քաղաքական առաջնորդ չկա, ուղղորդող չկա, չնայած անպայման խառնված են լինելու ստեղ, վստահ եղեք։ Եվ ամերիկյան հետախուզությունը, եւ իսրայելական հետախուզությունը իրաց ագենտուրայով անպայման այս ամեն ինչ անում է, բայց կոնկրետ դեմք հոսա առաջնորդն դեռ գոյություն չունի։ Ու այսօր Իրանի այդ շահի որդին նախկին հայտարարել է, որ ինքը գալիս է իշխանության, որ ծառայի Իրանի ժողովրդին, եւ չի գալի իշխանության, որ Իրանը հանձնի Ամերիկայի ղեկավարմանը։ Սա ասում է մի մարդ, որ ընդամենը հունիս ամսին հարձակման ժամանակ, երբ որ իր երկրի վրա են հարձակվել, ինքը ողջունում եւ ուրախանում էր այդ հանգամանքներով։ Այսինքն սա մի մարդ է, որը ամեն գնով, ինչքան մարդ կզոհվի դրան հետևանքում, իր համար էական չի։ Ամեն գնով պատրաստվում է վերադառնալ ու վերականգնել իր իշխանությունը։ Դե սա իրանցիների գործն է, իսկ ինձ մի բան է հետաքրքրում։ Ինչ է սպասվում Իրանին։ Սա Հայաստանի համար էկզիստենցիալ խնդիր է։ Իսկ Հայաստանում կատարվող գործողություններն ենք նայում, հասկանում ենք, որ Հայաստան նույնիսկ չէր հասկանում երևի ինչ կկատարվի իր հետ, եթե հանկարծ իրավիճակը Իրանում կոնտրոլից դուրս գա։ Իրոք ես չեմ զգում այսքան ոչ թե մտահոգություն, այլ նույնիսկ այդ ուղղությամբ վախենում են նայել։ Դայվես իշխանական օրակարգը, իշխանական խոսույթը, երկրի համար պատասխանատուների խոսույթը, հենց տպավորությունը, որոնք ոնց որ թե իրենք ապրում են մի հատ անմարդաբանակ կղզում, ու այդ կղզու շուրջ բոլոր օվկիանոսներն անանցանելի եւ իրանց ոչ մի վտանգ չի սպառնում։ Ամբողջ աշխարհում խառնված են պատերազմներ, Հայաստանում ոչ մի բանի բան չկա, ռեակցիա չկա, ոչ մի լրջություն, որ Ժորժը մենք վիճակը ոնց որ թե այդքան էլ ապահով չի, հա, գոյություն չունի, չկա։ Բայց գնանք հերթով նորություններին։ Եվ ամենակարևորը, ես մոռացա ասել, որ Իրանում բախումները այնքան շատ են, որ այս բախումների քարոզությանը միացել է նաև Բաքուն, անցել է ուղիղ հակաիրանական քարոզության գոտի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր հակաիրանական դիրքորոշումը, իսկ երեք ես լսում էի Նետանյահուի կարճ վիդեոն, ուղղակի ես չեմ ուզում ցույց տամ, որտեղ ինքը վերահաստատում է Իսրայելի եւ Ադրբեջանի մեծ բարեկամությունը, մեծ բարեկամներ են, եւ բոլորի պարտադիր չի, որ հիմա Բաքուն իրենից այնպես էլ դրսևորում է, որպես հակաիրանական պլացդարմ եւ Իսրայելի մեծ բարեկամ։ Ես պետք է ասեմ, Իրանի պարագայում Իսրայելի հաջողությունը բերելու է Հայաստանի ցուցկացման, որտեղ առ այսօր եթե Զանգեզուրի միջանց, Զանգեզուրը մեզանից չեն կտրել, սենց ասեմ, դա Իրանի շնորհքն է, ոչ թե Հայաստանի կառավարության կամ ասենք Ռուսաստանի։ Սա ադրբեջանցիք են եւ այսպիսի տապանակալ գոյություն ունի, ասեմ դուք իմանաք։ Հայաստան-Արցախ Երևանովիչ ծնվեց 87 թվականին, մահացավ 10-11 2020։ Իրանք ակտիվորեն տարածում են։ Իրենք ակտիվորեն այս տեսարաններն են տարածում, խաչքարները որպես շինանյութ օգտագործելու հանգամանքը, մեր եկեղեցիները քանդելու։ Ոչ մեկ թող հույս չունենա, տեսեք գերեզմանոցների հետ ինչ արած, ստեղ նայեք։
ոչ մեկ թող հույս չունենա, որ հանկարծ Հայաստանին բանա լինելու, ներումա լինելու, ոչ թե ներումա, խնայել, խղճալ։ Իրանց մոտ ամեն օրվա ռեժիմով էս բանը գնում է, քարոզությունը գնում է։ Իսկ եթե չգիտեք, ասեմ ձեզ իմանաք, արդեն բանը Ադրբեջանում նույնիսկ գինի են։ Ահ, ինչ արեց այդ միսը տեսնես։ Հեսա։ Խնդրեմ նայեք։ Արդեն գինի են վաճառում Բասարգեչար անունով, որտեղ Սևաննա իրաց ադրբեջանական անունով ու բոլոր տեղանունները կողքի ադրբեջաներեն գրած։ Իրենք պատրաստվում են Հայաստանի ադրբեջանական անցմանը։ Իրանք պատրաստվում են Հայաստանի օկուպացմանը։ Իրենք արդեն գինի են արտադրում, իրենք գրականություն են տպում, իրենք հայտարարում են, որ աշխարհում չկա միջազգային օրենք։ Չկա միջազգային կարգ, չկա կոնսենսուս, չկա։ Ով ուժեղա նա էլ թելածում է։ Ու Հայաստանում գիտեք ինչով են զբաղված։ Ոչ եք մոռացել ինչով են զբաղված։ Եկեղեցականներ հավաքագրելով։ Այս գել տեսած ավանակին հիշում եք, չէ՞ երևի։ Սա ների զավակներից է։ Բարձում է սա շատ վաղուց Արսեն Թորոսյանի ֆանատն է, որ ասածս արտահայտում այսպես աստվածաշունչը, որն է գիրք, որի մեջ կա գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ ապացույցը։ Ու սա հավանում է այս գրածները։ Ես Շարլ Պերոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում։ Մարդ կարա անհավատ լինի, մարդ կարա աթեիստ լինի, մարդ կարա հակաքրիստոնյա լինի, ամեն ինչ կարա լինի իր իրավունքն է, բայց երբ որ քահանան այդ ամեն ինչը հավանում, ու իր բարեկամն է, ու այսօր միանում է դաշինքին, այս դեմքով ու այս հայացքով, դա նշանակում է նրանք միշտ նույնն են։ Ու այսօր եւս մեկը միացել է այս դաշինքին, ես ուզում եմ սա մասին իջնորություն ասեք, ով է սա։ Խնդրեմ, Շմամոն Քահանա Ղեմոնդյան, միառնում առաջնորդ Նավասարդ ազգ եպիսկոպոսի եւ մյուս եպիսկոպոսների նախաձեռնած հայ ռաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագիրը, բարենորոգումներ։ Ճաճոյանը պետք է բարենորոգի։ Այս այլասերվածները երեք արձանագրեցին, չէ՞, նոր միացած են, ամեն ինչ գուսանը։ Են Շվեյցարիայի թեմի առաջնորդը, որին վռնդել են երեխա բռնաբերելու համար, տղա երեխա բռնաբերելու համար։ Ուրեմն դա պեդաֆիլ, 3 հոմոսեքսուալիստ, ալվամոլ, դե մնացածներ արդեն կճոյան տեսակ են, հասկացակ ովքեր են։ Ու դրանք պետքա մաքրեն հայ ռաքելական եկեղեցին։ Այն պարագայում, երբ որ Ադրբեջանում, աշխարհում, Իրանում, չգիտեմ, Վենեսուելայում, Իսրայելում պատերազմական իրավիճակը, Հայաստանի մասնատումը արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Հարցել չի հարուցում։ Տեսեք, Իրանում Սարյախճիկ երգն էր երգել ու ասել են սա հայկական երգ է։ Ադրբեջանում քննություն են սկսել դրա վերաբերյալ։ Ադրբեջանը գինի է արտադրում։ Գինի, արտահանվում է այդ գինին։ Հայաստանի արտգոց նախարարությունը ընկածաբանի հետևից, քահանաների հետևից, քահանան են վերբով կանում։ Հիմա ինչ եմ առաջարկում։ Ես ասել եմ, չէ՞ սրանք։ Դուք ալբամոլները, շնացածները, չգիտեմ դուք ովքեր եք, հեսա կբացահայտեմ վաղը շմամոլը։ Գրեք ինձ։ Ես ասել եմ, չէ՞ ցանկացած բան, որ KGB-ից վզնեիցը բռնում է տանում է կզարան, իմացեք, եթե կա մի բան, որ իրանք գիտեն, 1 ժամ է պետք ընդամենը մեզ իմանալու համար։ 1 ժամ։ Ես ուղղակի նոր եմ ասում, այսօր ժամանակ չեմ ունեցել նախապատրաստվել այս ինֆորմացիաներին, դա համար այս պահին ձեռս չկա, բայց վաղ ես ձեզ կներկայացնեմ։ Վաղ կներկայացնեմ, թե սրան ինչի համար են բերման ենթարկել։ Սրա ցավոտ տեղերը որն է, սա ո՞մ է ժամանակին բռնաբարել, կամ հիմա է բռնաբարում, կամ բռնաբարվում։ Հա, սրան ոնց են ձևակերպել այդ բանը, ալբամոլների խմբում, ինչ թուլությունների համար կա։ Մեկը պարզեք, չի։ Բայց նույնիսկ հարցը սա չի։ Հարցը այն է, թե այս վիճակում Հայաստանում ինչով են զբաղված, ինչն է Հայաստանի օրակարգը։
Եվ որպեսզի երևի համաշխարհային ցնցումներին դիմագրավեն, որոշել են, որ դավաճանության համար ԱԱԾ-պետի պաշտոնից հեռացնելու մեղադրանքով ազատված Ալգիշտի Քարամյանը, որը այս մյուս Քարամյանի զավակն է, որը եկել է եկեղեցի մատնազարդելու։ Հիմա մտածում են իրան ինչ տան, վաղուց նախարար չի աշխատել։ Վաղուց, ինչքան ժամանակ է նախարար չի աշխատել, 1 տարի կլինի երևի։ Գլխավոր դատախազ տան, թե ներքին գործերի նախարար։ Մտածում են։ Աշխարհում այս է հիմա խնդիրը Հայաստան։ Ինչ է կատարվում, մենք ասենց հարցերի տեպից ենք ընկած։ Ու սա հայրը պետք է բամա եկեղեցի մակրած զղցի։ Ասում են ուրասման գինն էլ 5 միլիոն։ Ես այս բառը չեմ կարող չօգտագործել, որովհետև հայերեն չի հնչում, հայերեն համարժեքը չկա, գոյություն չունի։ Դե հայերը, ասում հայերենը պարզվեց բացասականի անարժեքի բնութագրման մեջ ինքը լավագույն լեզուն չի, որովհետև ինքը լեզու է փառաբանման, Աստծո հետ խոսալու, հիշում եք Բայբլն էր ասում, Աստծո հետ խոսալու միակ լեզուն հայերենն է։ Հիմա հայերենը ձևակերպված է որպես Աստծո հետ խոսալու լեզու եւ ների հետ խոսացողների, ներին ծառայողների համար ինքը այդքան հարմար լեզու չի, դա համար ես կօգտագործեմ ռուսերեն տարբերակը։ Այսքան դիշով կա է, որ 5 միլիոն դրամով են ձեզ դառնում։ Հա 5 միլիոն դրամն է ձեր կյանքում պակասում։ Ես չեմ հավատում, որ ասենք բանին Լոս Անջելեսի թեմի առաջնորդին, ասենք այդ $12,000 պակասում էր։ 2-3 հատ հարսանիք արեց, 1 շաբաթվա մեջ կամ 2 շաբաթվա մեջ այդ իր գրպանն է։ Երևի հայաստանյան սոված եկեղեցիների, ասենք աղքատ եկեղեցիների, որ այցելուներ չունեն, բան չունեն։ Երևի դրանց համար է 5 միլիոն դրամը մեծ գումար, բայց մեկը խիղճ ծախելու համար դուք 5 միլիոնով եք ծախվում։ Դե ծախվում եք հələ արդեն վատ է, բայց 5 միլիոնով այդքան էժան եք դուք։ Տեսեք, էժանա, չէ, ինքը իմաստով էժան, բայց հայերենում չի հնչում, էլի դիշով կա, ընտիր ձևակերպումը ով են սրանք։ Նաև դիշով կա, ոչ միայն ալբամով։ Աստծո ընդամենը 5 միլիոն։ Դուք հասկանում եք, քիչ եք ուզում։ Ձեր վաճառվելու դիմաց Նիկոլ Փաշազադեն ձեզ 50 միլիոն էլ կտա, 500 միլիոն էլ կտա։ Կարող եք այդ փողը ինքնա տալի։ Ալիևն է տալիս։ Ինչ եք այդքան էժան ուզում։ Բայց ձեր արժեքը դա է երևի։ Փաստորեն Արցախի նախագահ էլ կա հələ, որի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում։ Նախ ես ուզում եմ տեսնեմ այն մարդու դեմքը, որ սան Արցախի հերոս է տվել, չում է տվել, հա։ Նենց եմ ուզում տեսնեմ Արցախի հերոս ինչի համար է տվել, Արցախ հանձնելու համար։ Հա։ Ինչի Արցախը հանձնելու համար է տվել, թե Արցախի առաջի պատերազմի ժամանակ է էսի Արցախի հերոսն արել։ Որն է, այս ճռճռան անունները, այս կոչումները, պատկերացնում եք Արցախում 120,000 բնակչություն ունեցող Արցախում գեներալ-մայոր, Արցախի հերոս։ Արժե զրկել եք դուք ամեն ինչը։ Հետո էլ որոշում են, որ հետ վերցնեն այդ որոշումը։ Իշխանական մամուլն էլ նեղված է դրանից։ Նեղված է, ասում է արցախցիների համար փաստորեն գեներալը պետք է միայն ընդդիմադիր լինի։ Ես չգիտեմ աշխարհի Արցախի իշխանություններն ովքեր են, բայց Հայաստանում գեներալ գոյություն չունի։ Հայաստանը թե գեներալ ունենար, Նիկոլ Փաշինյանի գլխից վաղուց խփել էին։ Արցախը հանձնված չէր լինի։ Հայաստանը չունի գեներալ։ Կան գեներալի ուսադիրներ կրողներ, բայց դա գեներալներ չէ։ Վարձ կա, չինովնիկներ են, այսինքն գլխականակի դերում պատարակների մասնակցող, գլխականակ։ Դուք հասկանում եք, որ հերվից դրոնը որ նկարում է նույն գլուխն է, էլի։ Դե ասենք, չգիտեմ, պատահական մարդ էր ասում եկել է հետաքրքրությունից նայում էր, թե Արցախի հերոսի գլուխն էր, ինքը գլուխ էր, էլի, նույն գլուխն է։ Դե հատով են հաշվում։
հատով։ Դա եմ ասում, Հայաստանում չի կարող գեներալ լինի։ Եթե գեներալ լիներ Հայաստանում, Հայաստանը ուրիշ կարգավիճակում կլիներ այսօր։ Այնպես որ մի ներվեք։ Մեկ այլ ցնցող նորություն։ Հաստորեն ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ համագործակցության եզր է փնտրում։ Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը մեր գործընկերության կարևոր ուղղություններից է։ Հետաքրքիր է։ Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է։ Ապագործակալության հետզրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղելիության ամրապնդումն է։ Եթե մենք երկիր ունենայինք, ադրբեջանական զինված ուժերը, որպես այդպեսին, վաղուց կլինեին նույն հարթության վրա, ինչպես Ռուսաստանի զինված ուժերն են, այսինքն դա մանկասպանների, մանկապիրծների, ցեղասպանների բանակ է։ Հասկացա՞ք։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է, փաստորեն։ Բաքուն անդամ պետությունների շատերի հետ համագործակցում է տարբեր ասպարեզներում, բարեփոխումներ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, պայքար ահաբեկչության դեմ, պատկերացնում եք, գլխավոր ահաբեկիչը պայքար ահաբեկչության դեմ շրջանակներում ինք ամենակտիվ մասնակիցներից է եւ կիբերանվտանգության շրջանակներում մասնակիցը։ Սա գիտեք ինչի մասին է։ Իհարկե կարելի է ՆԱՏՕ-ի որպես կառույց եւ մասնավորապես այս ներկայացուցիչ ասել ամեն ինչ։ Կարող եք ասել ինչ ուզում եք, դուք էկրանային կողմն եք նստած, դուք այդ հնարավորությունն եք, ցավոք ես չունեմ։ Հենց անջատեցի ես էլ կասեմ։ Բայց ես ուրիշ կողմից եմ նայում։ Լավ ասենք իրենք սրիկա են, իսկ ի՞նչն է իրենց կանգնեցնում, որպեսզի դա չանեն։ Ի՞նչն է կանգնեցնում, որտեղ են փաստերը, քրեական գործերը, միջազգային դատու դատաստանները, պրոցեսները, որոնք պետքա կասեցնեին այս հիմար հայտարարությունների ընդհանրապես գոյություն ունենալը, որը վաղուց պետքա Ալիևը որպես միջազգային հանցագործ, մանկապիրծ, մանկասպան, ինչպես Նետանյահուն ու Պուտինն է, միջազգային դատարանի որոշման կալանքների տակ լինեին, որ Ադրբեջանի նախագահը ընդհանրապես չկարողանալ Բաքվից դուրս գալ։ Նետանյահուն պես մտածել, Վաշինգտոնից բացի ուր կարա թռնի, որ իրեն չձերբակալեն։ Սա խոսում է մի բանի մասին, մենք պետություն չունենք։ Այո, պետություն չունենք, մեր պետությունը զբաղված է քահանա վերբովկա անելով, որ կաթողիկոս եղած, որպեսզի իրականացնի Էրդողանի ու Փաշազադեի հանձնարարությունը։ Դուք այս մասին չեք լսի իշխանական պրոպագանդաներում, որովհետև այն վասկանների խումբը, որ աշխատում է Փաշինյան Նիկոլի համար, սա մասին ձեզ չեն պատմի։ Սա կներկայացնեն այլ անկյան տակ, թե ինչքան վատն է ՆԱՏՕ-ն, եթե դա այսինքն ռուսամետ է, գործի չէ, կամ ինչքան վատն է ռուսները, որ թողել են ՆԱՏՕ-ն գա հասնի Ադրբեջանին։ Հետաքրքիր չէ որ կամ ՆԱՏՕ-ն գալիս է Ադրբեջան, որովհետև դա հակառուսական ծրագիր է։ Դա էլ եվրոպացիները կասեն, որ սա մեր օգտին է, որ մեր օգտին է, ՆԱՏՕ-ն գալիս է Ադրբեջան, մոտենում է Հայաստանին, եւ սա մեր դեմ չի, սա Ռուսաստանի դեմ է։ Այդ հասկանում եք, sense այնքան կարելի է այս շություններ ակնկալել լսելու։ Ես վստահ եմ արդեն կայս ոչ եմ ասում բոլորին լսելը։ Ու ես էլ այդ առողջություններ չունեմ։ Բայց իրանք չեն ասի, որ սա Հայաստանի քաղաքականության տապալման արդյունքն է, որ Հայաստանի հետ պետություն ունենալ Ադրբեջանը չէր կարող իր բանակի մասին խոսել։ Ադրբեջանի բանակը կդասվեր նույն հանցագործների շարքում, ինչը ռուսական բանակն է։ Վերջում ցույց կտամ այս փաստերը ամեն ինչ են արել, եթե մեկը կա, եթե որ չի հիշում էլ այդ ամենը։ Անկաս մոռացել է։ Սա լսենք, սա կարևոր է։ Եկա ասում Երկանյանին։
Բայց ինչն է հետաքրքիր, Ադրբեջանում այդ տեսակի A95 տեսակի բենզինի արտադրությունը ճանաչվել էր անիմաստ, քանի որ դրա ինքնարժեքը չափազանց բարձր էր։ Անցած տարվա գարնանը 2 անգամ նվազեցնել էին այդ տեսակի բենզինի արտադրությունը եւ որոշում էր կայացվել, որ այս տարվա սկզբից այլևս Ադրբեջանի Հեյդար Ալիևի գործարանը չի արտադրելու բենզինի այդ տեսակը։ Եթե մեկն էլ կար չգիտեր, ասեմ ձեզ, որ այս անգամ գալիս է արդեն 3 անգամ ավել բենզին, ավելի մեծ խմբականակ, քան առաջին անգամ էր եկել։ 3 անգամ, այսինքն Հեյդար Ալիևի անվան գործարանի արտադրած, ճակերտավոր եմ ասում, բենզինի կարիքը փաստորեն Հայաստանում իրանք թերագնահատել էին։ Ինքը 3 անգամ ավելի շատ է, քան Գրզոնն ու Լաֆիկը բերել էին։ Տեսնում եք։ Երակաղաճ։ Սակայն նոյեմբերի սկզբին որոշում կայացվեց այն մասին, որ չէ, այնուամենայնիվ որոշ փոքր ծավալ կարտադրեն։ Դա հենց այն շրջանն էր, երբ որոշում էր կայացվել Ադրբեջանից նավթամթերք գնելու համար։ Եվ ես չեմ կասկածում, որ այս երկու որոշումները մեկը մյուսի հետ կապված էր, այսինքն Ադրբեջանը որոշել է այնուամենայնիվ արտադրել բենզին, քանի որ Հայաստանը կարիք ունի հենց նաև այդ բենզինի տեսակի։ Այսինքն Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա դուրս գալ Հայաստանի նավթամթերքի շուկա, ամրապնդվել այստեղ, իսկ դա իհարկե բացի տնտեսականից նաև քաղաքական ազդեցության լծակ է։ Այո, առաջին հերթին քաղաք։ Արդյոք ինչ-որ անհասկանալի բան է ստացվում, Հայաստանի համար արտադրում է, բայց իր կարիքների համար նույն բենզինը դրսից է գնում։ Իսկապես այդպես է եւ տարօրինակ է կարող է տարօրինակ թվալ, Ադրբեջանը սեփական սպառողների համար ձեռք է բերում այդ բենզինի տեսակը արտերկրից, 73% Ռուսաստանից, այնուհետ Ռումինիայից, Ռուսաստանից 73%։ Փաստորեն Հայաստանը չի կարողանում Ռուսաստանից գնել բենզին։ Ամեն ինչ գնում է։ Գազը, վան, խնդիրություն, բենզին չի կարողանում։ Ալիևը իր սպառման 70%-ը գնում է Ռուսաստանից, Նիկոլ Փաշինյանը գնում է Ադրբեջանից։ Եվ ոչ միայն, լսեք, Միություններից, Բելարուսից, Բուլղարիայից եւ ուշադրություն ամենահետաքրքիրը Վրաստանից անգամ Ադրբեջանը A95 տեսակի բենզին է ձեռք բերում։ Փաստորեն համ Ռուսաստանից է ձեռք բերում, որը Հայաստանն էլ կարող հանգստանի։ Ինչպես անում։ Բա ո՞րտեղից է գալիս մեր բենզինը։ Բայց պարզվում է Ռուսաստանից գնված բենզին Ադրբեջանից կարելի է ավելի էժան գնով առնել։ Ու մեկ էլ Վրաստանից։ Վրաստանն էլ կապված է մեզ կողքները սա։ Փաստորեն բենզինը գալիս է Վրաստանը վաճառում է Ադրբեջանին, Ադրբեջանը վաճառում է Հայաստանին, Վրաստանի տարածքով։ Հասկանում եք, այս ինչ մեծ մասշտաբների կապիկություն է։ Շնորհակալություն լսեմ։ Եվ կարծում եմ տեղին հարց է առաջանում, հա, եթե Ադրբեջանին ավելի ձեռնտու է Վրաստանից բենզին գնել, քան արտադրել, ապա ինչն է մեզ խանգարում Վրաստանից նույն այդ բենզինը գնել։ Բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն 2021 թվականին Ադրբեջանը վերսկսել է A95 տեսակի բենզինի ներկրումը Վրաստանից։ Անցած տարի մի քանի խմբականակ Վրաստանից այդ բենզինի հասել է Ադրբեջան։ Ոչ մեծ ծավալների, համենայն դեպս դա ավելի ձեռնտու է, քան արտադրել։ Ու պարզ է ինչու մենք չենք կարող Ռուսաստանից կամ Էմիրություններից, հա, պարզ է տեղափոխման ծախսերը ավելի բարձր են։ Ոնց թե։ Ոնց կարող ավելի բարձր լինի, եթե նույնիսկ եթե գալիս հասնում Ադրբեջան, մեկ այդ արդեն այդ գնի մեջ տեղափոխման ծախսերը կան, չէ։ Հոգա բանը տենց ես եմ օթով եկել հասա Ադրբեջան։ Դրա մեջ արդեն տեղափոխման ծախս կա։ Հետո էդի նույն նավթը գալիս է, բենզինը գալիս է Վրաստանով Հայաստան, ու պարզում եմ 70-90 դրամ կարելի է էժան վաճառել։ Եթե անունը ադրբեջանական բենզին է, նույն ռուսական բենզինը, կամ նույն Վրաստանից առաջ բենզինը, որ բենզինի վրա գրած չի այս միլիտրը որտեղից է գնվել։ Ուրեմն Հայաստանը կարող էր
այդքան էժան գնով գնել եւ Վրաստանից եւ Ռուսաստանից։ Փաստորեն, տեսեք ինչ է ստացվում։ Վրաստանը ինքը վերավաճառող է, հո բենզին չունի։ Վրաստանը վերավաճառում է Ադրբեջանին, Ադրբեջանը վերավաճառում է Հայաստանին։ Այսինքն, այս բենզինը գնելու առաջի շահառուն Ադրբեջանն է, նախորդ նվաստացնում է դա մի կողմ, նաև մեջտեղ փող աշխատում։ Դե ասեք, դուք ասեք, ես սպառվել եմ, ես չեմ ուզում ստեղ բան ասեմ, դե դուք ասեք։ Փաստորեն Հայաստանը փոխանակ ուղիղ, թեկուզ Վրաստանից առնի, որտե սանկցիա չկա, կարա չէ, չէ, վաճառողից առնում, որ Ալիևն է, այսինքն մենք էլ բան ու գործ չունենք, Ալիևին փող ենք տալի, որ Վրաստանից բենզին առնի։ Ասում ենք, քեզ աղբեջան, դու լավ տղա ես, Նիկոլի աղբերն ես, քեզ, տես էլ ինչն ես կարում Հայաստանից խլես, էլ ինչն ես կոչում ադրբեջանական անով, էլ երբ ես գալի մտնես Հայաստանի վերջո, էլի, կարող է փողդ քչություն անում, մի քիչ ես տեղից եկամուտ ունեցի։ Բայց Վրաստանը մեզ սահման ունենք ընդհանուր այդ երկրի հետ։ Պարզ է, որ Վրաստանը Ադրբեջան էր վաճառում ոչ թե սեփական բենզինը, որը այդ ժամանակ դեռ չէր արտադրում, այլ ռեէքսպորտով էր զբաղվում, բայց միևնույն է դա ավելի շահեկան է։ Բայց հիմա հետաքրքիր նոր ինֆորմացիա, որը քիչ թե շատ թարմ է։ Black Sea Petroleum վրացական ընկերությունը, որը Կուլևի նավթամշակման գործարանի սեփականատերն է, պաշտոնապես հայտարարել է, որ արդեն այս տարվա փետրվարին կսկսի A95 տեսակի բենզինի արտադրությունը եւ դրա մատակարարումը, այդ թվում նաեւ այլ երկրների։ Եվ այս դեպքում կարծում եմ հասկանալի է դառնում, թե ինչու էր Վրաստանը այդպիսի բարձր սակագին տարանցման նշանակում, փորձում նշանակել, քանի որ գիտակցում էր, որ ինքը կարող է նույն այդ բենզինը մատակարարել Հայաստանին։ Եվ այժմ արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը շտապում ամեն ինչ անել, որպեսզի կարողանա հայկական շուկայում ամրապնդվել, մինչ այն օրը, երբ Կուլևի նավթամշակման գործարանը կսկսի A95 տեսակի բենզին արտադրել։ Այսինքն կրկին Հայաստանի շուկայում հաստատվելու եւ որպես քաղաքական լծակ դա օգտագործելու համար։ Չէ, բացի տանից, որ Փաշինյան Նիկոլն ասի, ես ես 100 դրամ, 90 դրամ էժան բենզին կտամ, դուք օգտվեք ադրբեջանական բենզինից, ասեք, որ պատրաստ եք ուրանալ ամեն ինչ, սա է կարևորը, ինչի գրզոն կամ լֆիկը, դրանք ավել կոպեկ կտային մեկին, եթե դա Ալիևը չլներ, չէ, իրանց պետք է կոպեկը ավել թեկուզ տալ, որտեղ Փաշինյան Նիկոլին տենց էր պետք։ Նվաստացնել սեփական ժողովուրդը, հարստացնելով Ադրբեջանին։ Եվ ճանապարհ բացել մնացած ինչ ուզի, եթե նույնիսկ ասեմ Ալիևը մի քիչ խելք ունենա, կարող փողի պակաս ունի, չէ։ Ինչ պետք է կարտահանի, կներմուծի, մի բան էլ էժան կտա Հայաստանին, ժամանակավոր, որ ասի առեք, դրեք ձեր կերեք, թող իմ ժողովուրդն էլ իրան լավը զգա, որ ասի, ես մեծությունս լցրել եմ դրանց դեմը, դրանք էլ ուտում են, մոռանալով ամեն ինչ, մոռանալով այս նկարները։ Դրանք ինչ իրավունք ունեն ժողովուրդ կոչվելու։ Այսինքն կնստեն սպադապետի գլխին, քեզ էլ կթաղեն, տապանակալը կդնեն, հետո էժան կեր կդնեն դեմը, կասեն դա կեր, ես չես արա, գերեզմաններդ կպղծեն խաշկարերդ, եկեղեցիներդ կավիրեն, այսինքն սրբություններդ կտարորեն, դեպի կասեն առ կեր, քեզ սա է հասնի։ Ու ասենք մի անասունների խմբականան, դրանից ոգևորված ուտի։ Որովհետև հայ օլիգարխի համար կարևորը փողը մեջ է։ Մեկ էլ այդ օրվա իշխանության ցանկությունները իրականացնի, որովհետև չէ որ ինքը փողի համար ամեն ինչ ուրացել է ժամանակին։
Չէ որ այդ հատորներով քրեական գործերը որ հավաքել է իր վրա, անցնելով բարոյականության բոլոր սահմանները անելով, ծառայելով բոլոր ժամանակների, բոլոր իշխանություններին, հողի համար է չէ արել, բայց ինչ ա որ չան։ Ես խոստացել եմ, չէ որ բան պետք է անեմ, ցույց տամ մեդիա աշխարհում ովքեր են պայքարում, ոնց է ինքներին։ Նախկիներից չպրծած անցան համարձակ հայրենասեր եւ խելացի երիտասարդներին, ու քանի որ շանս չունեն գոռալու թալանչի, սպառնում են ուղիղ տեքստով, չխոսել։ Զոր օրինակ Սամվել Աշոտյանը, ում ես հետևում եմ արդեն տևական ժամանակ եւ Սամվելն են եզակի պայքարողներից է, ով միշտ խոսում է փաստերով, առանց սպիտակների, հստակ հաշվարկներով, մինչև վերջ մերկացնելով ՔՊ կոչվող կուսակցության բազմահազար ստերը։ Սամվելի մի տեսանյութից խրտնած, որտեղ նա փաստեր մեջ բերելով խոսում է ոման ամբարտավանին ոչ հաճո թեմայից, Սա մասին է խոսքը։ Նայեք, ես չգիտեի նույնիսկ բայց ես խոստացել եմ, չէ, որ ես ցանկացած նորմալ մարդու ես տարածել եմ։ Շնորհակալություն մերին, հիմա լսենք Սամվելին, տեսենք ինչ է ասել, որ խոշոր երջերավորը բանը ներվել է։ Պետք է կռվել։ Ու երբեմնի հայրենիք Աղդամ այցելելիս անցել ես ազատամարտիկների պուրակով, տեսել ես նահատակների անծայրածիր ցուցակները, ձեր ոչ թե ապաշնոր, այլ դավաճանական կեցվածքի արդյունքում գրեթե 1 տարի շրջափակված ու սովի մատնված արցախցին հուսահատ կռիվ էր տալիս իրեն թե թվականակով ու թե զենքով 100-ապատի գերազանցող թշնամու դեմ։ Արցախցին 30 տարի է կռվել Արցախի մարզի համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը ապագա ունի, ծափահարություններ բոլոր։ Այս ո՞ր մասին է, ու այս տեսանյութի մասին է խոսքը, տեսնենք այդ խոշոր երջերավորը ինչից է ներված։ Մամլո խոսնակը այդ տեսանյութի տակ մեկնաբանությամբ սպառնում է, որ եթե Սամվելը 24 ժամվա ընթացքում չհեռացնի այդ տեսանյութը, ապա նա դատի կտա։ Իդեպ Սամվելը 44-օրյա պատերազմի մասնակից է եւ դժվար թե վախենա չծառայացների ոհմակից։ Ով Մկստանի ժողովի գզիրներ, որ դռնեդուռ ընկած հետևում եք, թե ով ինչ է ասում, հուշեք ձեր ժողովի ալոին, ըստ խնկոապոր, ալո դու, հիշում եք։ Թե ինչ պաշտոն է զբաղեցնում նա, այլապես նա հիշեցնում է կոֆե խմող տեքոր կնգա ու մարդը միշտ խոպանում է։ Ահա թե ինչ է լինում երկրում, երբ ազգային ժողովի նախագահն ուրիշ օրակարգ չունի։ Լսեք, Սամվելը մենակ չէ, իսկ մեր միջից վախկոտը դուք եք։ Մնաք խաղաղությամբ, եթե կարող եք։ Մենք բոլորս գիտենք, որ դատական հայցերը ձեր ձեռքին դարձել են ճնշման գործիք ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն եթե դուք մտածում եք, որ ես ճնշվող տեսակ եմ, ապա կհանդիպենք դատարանում։ Շնորհակալություն։ Ես Սամվելին, շնորհակալություն եւ մերին։ Ես չէի ճանաչում Սամվելին, նույնիսկ մեկ հանդիպել էի տեսանյութերը։ Մերին էլ նոր եմ սկսել ճանաչել, որի համար շատ ուրախ եմ։ Ժողովուրդ ջան, օգնեք, հետևեք ընկերներին։ Աջակցեք, թող շատանան իրանք, թող ավելի զգան մեր կարիքն ու մեր աջակցությունը։ Եթե մենք իրար չօգնենք, մենք իրար չաջակցենք, վստահ եղեք, մեզ ոչ մեկ չի օգնելու։ Ում գիտեք, որ այս դաշտումը ազնիվ է, լավն է, մարդ է, հայ է, ուղարկեք ինձ։ Ես սիրով իրենց հնարավորության դեպքում ցույց կտամ եւ կոչ կանեմ անպայման լսել եւ հետեւել դրանց։ Եվ այսպես Դանյան շատ հետաքրքիր հայտարարություն է տարածել։ Ես էլ կարդացի, որ ասել է, եթե բոլոշի բանը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվի Գրենլանդիայի վրա, մենք նախ կխփենք անպայման ամենաանակնկալ եւ անսպասելի ձևով։ Հետո կմտածենք ինչ անել։ Այսինքն մենք չենք մտածելու խփելուց առաջ, հակահարվածից առաջ մենք չենք մտածելու։ Անպայման դուք հակահարված եք։ Հետո կմտածենք դրանից հետո էլ ինչ անել ձեր հետ։ Սա սա փոքրիկ Դանյան։ Ու ես ըստեմ կան։ Սա այն դեպքում է պատահում ընդհանրապես, որ երկրում կա քաղաքացիական հասարակություն, երկիրը ունի ընտրական եւ կառավարման համակարգ, որի արդյունքում
ձևավորվում է ճիշտ կառավարություն։ Տեսեք, ես չեկա կառավարություն, հետո մնացածը, չէ, նախ պետք է լինի քաղաքացիական հասարակություն, որի վրա հենվում է ցանկացած կառավարություն։ Մենակ Հայաստանում է կառավարությունը հենվում ֆեյքերի վրա եւ անառակների վրա։ Իրական երկրներում հենվում է քաղաքացիական հասարակության վրա։ Հայաստանում էլ կհենվեր, ուղղակի հենվելու պարագայում ինքը կմնա օդում, ինքը վաղուց մերժել է քաղաքական հասարակությանը եւ նախընտրել է ֆեյքերի բանակին եւ վարձկաների բանակին։ Բայց երբ երկիր ունենում է հասարակություն եւ ընտրված կառավարություն, իրան կարողանում է թույլ տա պատասխանել Ամերիկայի նման երկրի այնպես ինչպես հայտնի է։ Իսկ երբ որ զրկված է լինում, կտրված է լինում հասարակական աջակցությունից, ինքը դառնում է Փաշինյան Նիկոլ եւ իր իշխանությունը ողորմելի կյանքն իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել, տալ ամեն ինչ։ Ես ցանկացած սրանց հետ շփվող, ես կանանց կուզենայի հարցնել, աղջիկներին, կուզենայիք ձեր կողքը ունենալ մի տղամարդ, որը ամեն պարագայում ցանկացած վտանգի պարագայում ձեզ կհանձներ ցանկացած ոտնձգողի, որպեսզի փրկեր իր կյանքը։ Քանի կին աղջիկ կարող եք գտնել աշխարհում, որ երազել նման ընկեր ամուսին ունենալ, կամ զավակ տղա, որ մորը երեխեքին կնոջը կհանձներ թշնամուն իր կյանքը փրկելու համար։ Այսօր Փաշինյան Նիկոլի ամբողջ աջակիցները եւ իրանց ծառայողները նման են հենց այդ կանանց։ Չէ, ներողություն, հենց այդ տղամարդկանց, որոնք կհանձնեն ամեն ինչ, նրանք փրկեն իրենց կյանքը։ Ես մնքի արժանի Դանիայի պահվածքը։ Ընդ որում, Դանիայի պահվածքից նաև վերջապես ոգևորվել է Եվրոպա եւ լուրջ սկսել է հայտարարություններ արածել Թրամփի դիկտատորների մասին, անթույլատրելի գործողությունների մասին, միջազգային օրենքների կարևորության մասին։ Իսկ Թրամփի չկա միջազգային օրենք։ Չկա։ Միակ միջազգային օրենքը, որ ինքը ընդունում է, դա իր բարոյականության սահմաններն է, պատկերացնում եք, որը նշանակում է գոյություն չունի։ Պեդոֆիլի, մանկապիղծի բարոյական սահմանները ո՞րն է։ Ո՞րն է։ Ամբողջ աշխարհի խափած, գցած, ստախոս, ոնց որ Նիկոլը բարոյական սահմաններից խոսա։ Այլույն է խոսում է, հա, գիտենք որ կարող խոսա, բայց այդ սահմանը ո՞րն է։ Նշանակում է միջազգային օրենք չկա։ Եթե իր օրենքը դա իր բարոյական սահմանը, նշանակում է այո, այդ ամեն ինչը չկա։ Իսկ Հայաստանում զինվելու փոխարեն բանակ են կրճատում, ֆինանսավորում են կրճատում բանակի եւ ընդհանրապես զբաղված ենք վհուկավորչությամբ։ Դուք իշխանական լրատվամիջոցներում այս ամեն ինչը չեք լսել։ Եթե դուք այս ամեն ինչը չեք լսում միտեղից, նշանակում է դուք հետևում եք մեկին, դուք լսում եք մեկին, որը ձեզ մոլորեցնում է։ Ու ինքը պարտադիր չի, որ ասի Նիկոլը լավն է, որ դուք հասկանաք ինքը ձեր թշնամին է։ Ինքը եթե չի ասում, որ դա թիվ 1 թշնամին է, նշանակում է դուք ձեր ժամանակը վատնում եք մեկի վրա, որը կարողանում է շատ սահուն մոլորեցնել, մանիպուլացնել ձեզ։ Կներեք, որ այդ մասին ուժ եմ ասում, բայց սա ինֆորմացիոն դաշտի այսօրվա կեղտոտ վիճակի մասին է խոսում։ Եվ ձեր միամտությամբ, ովքեր իհարկե հետևում են նման մարդկանց։ Իսկ Թրամփի գործողություններից ներված Ռուսաստանը արեշնիկներով կրակում է Ուկրաինայի վրա, պատկերացնում եք, գերձայնային բալիստիկ հրթիռներով։ Ինքը չի կարողանում պաշտպանել Թրամփից, փաստորեն, բայց Թրամփին վախեցնելու համար, ինչ որ բան հասկացնելու համար կրակում է Կիևի վրա, որ ասի ես այդ զենքերից ունեմ, քո վրա պետք է կրակվի։ Վախկոտի անցագործի պահվածք։ Ինչ կապ ուներ Կիևի անմեղ բնակչությունը Թրամփի հանցագործության հետ, հանցագործությունների հետ։ Այ եթե դուք կարծում եք Թրամփը ձեր նկատմամբ հանցագործություններ արել, չնայած ասում են այդ բռնագրաված նավի անձնակազմին թույլատրել են վերադառնալ Ռուսաստան։
մաբես նավթն ու նավը հոպահել են, խոզես նվաստացրել են, սենց աշխարհի մակարդակով ասեցին, որ պետք լինի ձեր ունեցածներ կարող ենք խլել, բաց ծոմում ու դուք չեք կարող նույնիսկ ձայն անել, եւ փաստորեն Պուտինը ձայն հանեց, գիտեք ոնց կրակեց Կիևի վրա։ Այս գիտեք որ անեկդոտն է, որ աղջիկ տղա զույգերը պատտվում են այգում, զբոսնում են, չար տղաները բռնում են այդ զույգին, տղային գցում են մի շրջանակի մեջ, կավիճով ցած գցում են, ասում են շրջանակից դուրս չգաս։ Եվ աղջկան ինչ պետք է անում են։ Երբ որ գնում են վերջում, աղջիկը լացելով ասում է, «Բա դու ինչ տղամարդ ես։ Դու ինչ տղամարդ ես։ Դու նույնիսկ վախեցար այդ շրջանակից դուրս գաս»։ Ինչին տղան պատասխանում է. «Ինչ ես ասում։ Երկու անգամ ոտը շրջանակից դուրս եմ բերել»։ Այս հենց ինչ որ Պուտինն է։ Այդ մաչո է թե չմո, չգիտեմ արդեն։ Այդ Պուտինը որ արչակշում բան Photoshop-ով սարքած։ Իր նվաստացմանը պատասխանեց Ուկրաինայի Կիևի խաղաղ բնակչությանը արեշնիկներով խփելով։ Բայց դե ումից ինչ պահանջես։ Ումից ինչ պահանջես, դա արցել է այն աշխարհը, որտեղ արդեն զալմանալն է զալմանալու։ Ես զալմանում եմ, որ դու զալմանում ես։ Այսօր սենատն է լավ որոշում ընդունել։ Սա շատ կարևոր է, որով արգելում է։ Արգելել է սենատը Թրամփին որևէ ռազմական գործողություն իրականացնել։ Սենատը պաշտոնապես արգելել է։ Ոչ թե չի թույլատրել գործողություններ իրականացնելու, այլ արգելել է որևէ գործողություն իրականացնելու։ Սա նշանակում է, որ գոնե Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա սենատ, երրորդ բանն է, թեփն է իշխանության, որը դեռ adekvat է։ Բայց սա չի նշանակում, որ Թրամփը չի անել։ Սա չի նշանակում, որ Թրամփը լսելու է, թե սենատը իրան ինչ ասեց։ Ինքը թքած ունի ուրեմն դատարանների վրա, դատախազության վրա, սահմանադրության վրա, սենատի վրա, կոնգրեսի վրա, ներկայացուցիչների պալատի վրա։ Միակ մարդ կա, որ ինքը չի կարող թքած ունենա դրա վրա, դա Նետանյահուն է։ Կա, գիտեք, սենատն է իրան պահում իշխանության։ Օրենքով հա, բայց չէ։ Բայց իր ամբողջ ծառայությունը եւ նպատակը հաճայանալու դա Նետանյահունն է, որտեղ նա է որոշում ինքը կլինի նախագահ, թե վաղը ինչ պետք է հայտարարել իր նկատմամբ։ Եվ գիտեք ամենավատը որն է, որ ես այսօր ես վաղուց չի լսել իմ կողմից շատ հարգված բանի շվեցին յուրի։ Ինքը խոսում է ճիշտ, բայց ամենակարևորը չկա, գիտեք, ոչ մի քննադատություն եւ ընդհանուր կապ այս ամեն ինչի եւ Իսրայելի մեջ բացարձակապես չկա։ Իսրայել չկա, Նետանյահու գոյություն չունի։ Թրամփ կներեք, ես իր մասնագիտական եւ պրոֆեսիոնալ բանը իմանալով հանդերձ, ես բացառում եմ, որ նա չի հասկանում ով է ղեկավարում Թրամփին եւ Ամերիկան։ Եթե բոլորը գիտեն, ոսկա շվեցը չի ման։ Բայց ոչ մի բան չկա։ Սահուն անցնում է միշտ թեմաների վրայով։ Ուսես մտածում եմ, չէ՞ որ ես տարիներով լսել եմ այս մարդուն ու վստահել եմ, էլի որ անկեղծ է։ Գնանք առաջ։ Ես ասում եմ, այսպես բաները, այս ակցիաները, օրենքների խախտումը, պատերազմների հնարավոր սկսելը, այդ հայտարարությունները ամենաառաջինը խփում է բիզնեսին եւ Ամերիկային ծանր շրջան է սպասում, շատ, որի հետևանքները մենք զգալու ենք մի 4-5 ամսից։ Բայց stock market-ը բիրժաները միանգամից են ռեակցիա տալի, միանգամից sense ժամերի ընթացքում վայրկենական ռեակցիա տալի եւ ահա, հա, միանգամից ինվեստորները դադարում են որևէ ինվեստիցիաներ անելու, որովհետեւ պետք է բանը լինել, շիզոֆրենիկ կամ ինքնասպան։ Դու ոչ չգիտես վաղը ինչ է լինելու, քո շիզոֆրենիկ ես, Թրամփը ինչ նոր բան կմոգոնի, դու որոշես
որ ասենք երկարատև ծրագրեր հովանավորես։ Իսկ տնտեսությունը դա մի մեխանիզմ է, որը ինքը պիտի չկանգնի, եթե հանկարծ կանգնեց, իսկ չկանգնելու համար ինքը անընդհատ ֆինանսական ներդրումներ է պահանջում, անընդհատ։ Եթե հանկարծ կանգնեց դա, իրան վերագործարկելը մի 10-20 անգամ ավելի թանկ է նստում, քան իր իներցիան պահելը։ Բայց Թրամփը թքած ունենա բոլորի շահերի վրա, բացի սեփական շահը, մնալ նախագահ ամեն գնով, որովհետև նախագահ չլինելու պարագայում իրան հեչ ոչ չէ մանկապղծության համար են դատելու։ Եվս մի 25 տարի իր ունեցած հոդվածների վրա։ Միակ բանը, որ իրան չեն կարող դատեն, նա որ ինքը անձեռնմխելիություն է, ինքը իրան սահման է որպես նախագահ։ Դա համար իրան պետք է Նետանյահուի նման, Ալիևի նման, Պուտինի նման ամեն գնով մնալ նախագահի պաշտոնում։ Դրա համար ի՞նչ է պետք։ Վենեսուելա գրավել, Վենեսուելա գրավի, Դանիայի վրա հարձակվել, դա էլ է խոստացել։ Ու պարզ ասում են, պարզ նայում են մարդկանց աչքերին, ասում են մեր ազգային անվտանգության համար Գրենլանդիան մեզ պետք է, գիտեք։ Մեզ պետք է։ Ու վերջ, այդտեղ վերջանում ամեն ինչ։ Վաղը Նետանյահուն, Ալիևն ասելու է, մեզ Հայաստանը պետք է, վերջ, դա մեր պատմական հողերն է։ Եվ ինչ եք կարծում, Թրամփը պետք է ասի, չէ, խես հարձակվել այդ երկրի վրա։ Հա։ Չէ, նույնիսկ չէ իմանալու ոտես բան ա եղել, որ կողքից ասեն ասել Ալբանիան ո՞րն է։ Ինչ Ալբանիա։ Ինչին է պետք դա։ Ցավոք ես տեսնում եմ սանով ինչքան ոգևորվածներ կան, գիտեք։ Մտածում եմ լավ կարող է ես եմ չափազանցնում, կարող է ես եմ սխալ հասկանում իրավիճակը։ Բայց ես սխալ չեմ հասկանում իրավիճակը, որովհետև Հայաստանի ցեղասպանությունը առաջին ցեղասպանությունը եղել է ժամանակ, երբ որ համաշխարհային պատերազմ էր, առաջինը։ Երբ որ ոչ մեկի գործը չէր ինչա կատարվում մի ամբողջ ժողովրդի հետ։ Դրանք զբաղված էին։ Չկար այն ժամանակ միջազգային օրենք, կար, անհանգստություններ կար, Մորգենթաուն գրում էր, զեկուցում էր Ամերիկայի դեսպանը, բանում, հա, Թուրքիայում։ Գրում էր, զեկուցում էր բան, բայց պատերազմի մեջ էին մարդիկ, ինչ պիտի անեն։ Կամ եւ թուրքերը շատ լավ հասկանում էին այդ հանգամանքը։ Որ հիմա է ճիշտ ժամանակը հայերին ի վերջո մաքրել տարածքից, որ այս երկիրը մնա իրանց։ Որ երկիրը մնա իրանց, ոնց որ մաքրեցին Արցախը, որ Արցախը մնա իրանց։ Մարդիկ են գոհ են։ Մարդկա գոհ ամեն ինչից, քանի դեռ մի աման լափը իր դեմը դրած է։ Ինքը գոհ էր կյանքից։ Դե հիմա իր կյանքը այդ մի լափով, աման լափով պայմանավորող մարդուց ինչ ուզես, ինչ կարող ես ուզել իրանից։ Ընդ որում ես ամանը լափը շատ պայմանական է։ Նույնիսկ կարող է ինքը աման չի, մեծ է, կարող բունկեր է, բայց մնում է լափ։ Լափը այնքանով, որովհետև դա դիմաց ինքը ինչ է տվել։ Ինչի դիմաց է դա ստացել։ Դրանով է պայմանավորվում լափ լինելը։ Դե թե տենց է։ Ուղղակի ես անկեղծ սպասում 26 թվականի ընտրություններին, հասկանամ ի վերջո հայերով քանի տոկոս ենք մնացել։ Քանի տոկոս ենք մնացել, այսինքն մեծ հաշվով Հայաստան պետություն գոյություն ունենալու բարոյական իրավունք ունի, թե սպառվել ենք։ Որովհետև հայն ու բարոյականությունը իմ համար սինոնիմներ են։ Նույնականացված է։ Եթե չկա բարոյականություն, հայ չկա։ Եթե հայ չկա, Հայաստան չի կարող լինի։ Էլի ռմբակոծում են գազան, էլի ահավոր կոտորածները, ես արդեն քիչ շատ եմ իմ նախատեսած ժամանակից անցել, ես չեմ ուզում սա վրա ծավալվել։ Այո, Ֆրանսիան էլ է հասկանում։ Զանգերը խփում են, ասում են Եվրոպան վտանգի տակ է, հենց արդեն Ամերիկայի կողմից այդ վտանգը գալիս։
Ամերիկայի կողմից է վտանգը գալիս։ Եթե 1 տարի առաջ մեկն ասել, որ հնարավոր է նման բան, կասենք դա հնարավոր չի։ Ուղղակի դա հնարավոր դարձավ մի բանի շնորհիվ։ Երբ որ երկրի ղեկավարը դառնում է Նիկոլի նման մեկը։ Հասկանում եք, ես հիմա կարող կրկնվեմ, բայց երբ որ դուք ընտրում եք այս կարգի մարդու, դուք պետք է չզարմանաք այս կարգի հետևանքների վրա։ Ուրիշ ինչ հետևանքներ պետք է լինեն։ Այդ որ հիվանդը ինքնակամ կգնա պարկի մի վիրահատարանի սեղանի, ինքնակամ ընտրելով իր վիրահատող բժիշկին, ոչ թե բժիշկ, այլ ասենք կոշկակար, թողներենից կոշկակարները։ Ինքը կարող լավ կաշի է կարում, բայց մարդու կաշին կարելը եւ կոշիկի կաշին կարելը տարբեր բաներ են։ Հա, այսինքն Նյու Յորքի մեջ երկնակեր սարքելը հոր փողերով երկիր կառավարելու հետ ընդհանուր ոչ մի բան չունի։ Հիմա որ մեկը ինքնակամ կգնա վիրահատարան, կպարկի սեղանի եւ կասի. «Այ ես ուզում եմ այսօր ինձ վիրահատի կոշկակարը, ինքը լավ է կաշի կարում։ Իրա մոտ կոշիկ են պատվիրել, անես լավ էր կարել, թող ինքն էլ ինձ վիրահատի»։ Ոչ մեկ չի անի, չէ՞։ Բայց այդպես երկրի ղեկավար են ընտրում։ Եվ արդյունքում կարող է լինի նա, որ նույնիսկ պատերազմի հավանականություն լինի Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ, որը երբեք չի եղել։ Չի եղել նման բան։ Հակառակ Ամերիկայի կայացման գործում այսօրվա Ֆրանսիա պետությունը որ բան անում, ասում է զգուշացեք, սա հնարավոր է, խայտարակություն է։ Ֆրանսիան է պահել ամերիկյան հեղափոխությունը։ Ամերիկյան ապստամբությունը բրիտանական կայսրության դեմ։ Ֆրանսիան է հովանավոր է։ Ֆրանսիան էլ վերջում նվիրեց ազատության արձանը։ Ֆրանսիան էլ այդ հովանավորության արդյունքում այնքան սննկացավ, որ Ֆրանսիայում էլ եղավ ֆրանսիական հեղափոխությունը, որովհետև բյուջեում էլ փող չկար, մարդիկ սոված էին։ Իսկ Խեշմարիա Անտուանետը դանից տեղյակ չէր, ասեց, բայց հաց չունեք ու գաթաուտեն, օպլա։ Ու այսօր Ֆրանսիան, որը ստեղծել է փաստորեն իր փողերով ազատությունը տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինքը զգուշանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Գիտեք ինչի, ոչ թե նահանգներն են վատը, ոչ։ Որտեղ այդ նահանգներում եկել կանգնել է իշխանության մի մարդ, որ այդ որակի է, ինչ ասես։ Որ թքած ունենա ամեն ինչի վրա։ Իր անձնական շահը միշտ գերակա է եղել, միշտ ամեն ինչու։ Ու դա մի դեպքով չի արձանագրված, որ մարդը իր վրա 35 քրեական գործ ունի, մարդուն ձայն են տալիս։ Ինչա Բայդենը չլինի։ Ինձ այդ լոգիկան ծանոթ չի, ես չգիտեմ դա։ Դե արդյունքում լինում է ինչ-որ լինում է ժողովուրդ։ Այսինքն այս ցավը այնքան համամարտկային է, սա մենակ հայկական չի։ Սա համամարտկային ցավ է։ Ու ես չգիտեմ, քանի հոգի է հասկացել ես։ Քանի հոգի է կարողանում այդ պատճառը հետևանքային կապի մեջ լինի ինքի հետ անկեղծ ու բաց։ Ասենք Բայդենին ատելու համար չի կարելի Թրամփ ընտրել։ Բայդենի մաշկի լույսը չէ, բայց այդ Բայդենը Թրամփ չէ։ Կամ Կամալա Հարիսը։ Ինչ տարբերություն։ Սա մեկ։ Հղի կնոջ են տանակահարել, ասում են ես ինչ գյուղում երեխու որդերել, վիզ կտրել, ակաշ կտրել։ Սահմռկեցուցիչ տեսարաններ, որ տեսել է, լսել դրանց մասին Արցախցի փրկարարը։ Սեպտեմբերի 19-ից հետո Արցախի բոլոր շրջաններում գործընկերների հետ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացրել։ Գործընկերները Ասկերանի շրջանի գյուղերից մեկում տեսել են սպանված երեխայի, որին ադրբեջանցիները մոր աչքի առաջ են մորթել, հետո սպանել են նաև մորը։ Երեխուն մոր դեմն են ինչ-որ մորթել, թուրքից ինչ սպասես, թուրքը դա ինքը անելու է, ինքը ենքան է անելու, միջև որ իր ուզածին հասնի։ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը հայտնել է, որ Արցախի վերջին կռվից հետո փրկարարները 14 խոշտանգված մարմին են գտել, այդ թվում 12 զինծառայողի։ Ոչ մի քրեական գործ չկա միջազգային դատարաններում։ Դա մոդել ՆԱՏՕ-ն հանգիստ կարող է Ադրբեջանի հետ
չգիտեմ, պայմանագրեր կնքի, ռազմական համագործակցության մասին խոսա։ Մեղավորը ՆԱՏՕ-ն չի։ Մեղավորը չեմ ուզում հայերեն Հայաստանի գործող կառավարություն։ Ու բոլոր նրանք, ովքեր կմոռանան սրանք։ Ովքեր մոռանալու են, ապրելու են սա, լինելու են որտեղը, որի առաջ իր երեխուն սպանել են, մորթել են, հետո իրան սպանել։ Կա մեկը, որ չի հասկանում ինչ հասա, կա մեկը, որ կուզենա իր հետ սա լիներ։ Իմջևից ասեմ, ով հրաժարվում է ամեն ինչը հաշվի առնելու հիշի, ինքը հենց այդ մեկն է։ Դե ի՞նչ տարբերություն։ Ուղղակի ընդհանրապես երջանիկ պատահականությամբ դա քո հետ չի եղել։ Երջանիկ պատահականությամբ, բայց չի նշանակում, որ վաղը չի կարա լինի։ Երբ որ Ոսկեպարն ու Բաղանիս էին հանձնում, մեկը ասեց Ղարաբաղը տվիք, հասկացանք, վայեսի ոնց եք տալը, այր։ Էսի տալիս են, որովհետև Ղարաբաղի տալը հասկացաք։ Դեպի որ Ղարաբաղը տալիս են, ինքը չէր պատկերացնում, որ մի օր իր տունն էլ են տալու։ Նրանց մի մասի ականջախեցիները կտրված են եղել, որոշների մարմինները մասնատված։ Արցախցի այս փրկարարը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս ողջ մարդկանց չի գտել։ Ոչ մարդիկ չկան, ամբողջ այդպես ֆրանսինք սայրով բանով չկար։ Ինքն է Ստեփանակերտի դիահերձարան տարել 7 տարեկան երեխային, որի սիրտը ճաքել էր վախից, երբ ռմբակոծվում էր Արցախը։ Երեխա սրտաճանք եղած, վախից որ սիրտը կտանում է, 7 տարեկան երեխա էր։ Ինքը Արցախից դուրս է եկել, երբ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Հոկտեմբերն էր։ Հիշում է, մինչև այդ հարյուրավոր դիեր էին գտնում, կարմիր խաչի մեքենաներով ուղարկում Հայաստանի դիահերձարաններ։ 2-3 ժամվա ընթացքում ես մեկ էլ իմ հետ իմ ծառայակից ընկերներս ընկեր բաժնի պետ կապ չուներ էլի պաշտոնը մի 5-6 հոգով մի 2-3 ժամում 90 դիակ էին դասավորում ավտոյի մեջ ճամփում մի օր 60 մի օր 90 Այս բոլորը պետք է մեքենայով ուղարկեին քպայականների տները։ Այ հասցեին տային, ասեին տալենք դրանց տուն։ Բենզինի պահեստի պայթյունից հետո հարյուրավոր դիեր են դուրս բերել, երիտասարդ տղամարդիկ, երեխաներ, բայց մի դեպք մինչև հիմա աչքի առաջ է։ Հղի կնոջ կիսամոխրացած մարմինը գրկել է կարմիր խաչի մեքենայով ուղարկել դիահերձարան։ Մի հատ հղի կնիկ էր այդ ցիստերնի տակ ինքը փորի վրա էր պարկած փորը ուռած էր էլի իր հետևը սա գլուխը չորացած էր մոխրի դարձած ու այս կողերը սա ոսկորն են բացված երեխան էլ փորի մեջ էլի Նա չի լսել։ Էլի նույն մարդիկ են, էլի նույն ծրագրերը, նույն տականքի ձեռով արած, իրականացված, բայց իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Ինչքան էլ ուզում է հզոր լինեին այդ կենդանիները, հարուստ։ Եթե չլիներ մի գորշ, անդեմք, մարդկային դեմքը կերպարանքը կորսած զանգված, որ չաջակցեր սրան ու չօգներ։ Վերջի տեսանյութը ուզում եմ ցույց տամ, ռուսերեն է, ես դա չեմ թարգմանելու, տեղ գուցե, ինքը մեր ընկերները սփյուռքահայեր են, վստահ եմ իրանց այդ սուբտիտրերով կարող են նայել սա, որպեսզի պատկերացնենք ով սրանց բերեց իշխանության ոնց ու վերջին ինչ կարա լինի ու ինչի է պատմությունը միշտ կրկնվում ուզում ստանալ որտեղ ամեն մի դետալը փաստագրված է այսինքն ես կարող եմ ստորագրել ամեն բառի տակ սա
պատմության դասագրքերը սա մասին չեն գրել երբևէ։ Չէ։ Արխիվ կան մոզաիկի նման հավաքի։ Ես վերջի 10 տարին հենց դրանով եմ զբաղված եղել։ Մոզաիկի նման վերցել, փաստերը դրել եմ, շարել եմ դարակներում, վերջում տեսել եմ, օպա, նախադասությունը կազմվեց։ Լսենք ստա։ 17 года вся Европа охвачена апрель 17 года вся Европа охвачена Первой мировой войной. И в это время через всю Германию, с которой Россия нещадно воюет, едет странный железнодорожный состав. В пломбированном вагоне, который отправился из Цюриха 9 апреля 17 года, находились 32 человека. Среди них Владимир Ульянов-Ленин, Надежда 32 մարդ։ Պատմության դասագրքերում դասական պատմությունը ցույց ասում է, որ Լենինը եկել է միայնակ 32 հոգու, ոնց որ ամբողջ ԿՊ-ին դրել են, ամբողջ Եվրոպան այդ պատերազմի ժամանակ պատտելով բերել մտցրել են Ռուսաստան։ Ինչպես ռուսական տամոժնիները չի ստուգել։ Ասենք Крупская, Григорий Зиновьев-Апфельбаум, Инесса Арманд, та самая, Ольга Равич, Карл Радек, Моисей Харитонов, Григорий Усиевич, Фриц Платтен, Абрам Сковна, Николай Розенблюм, Гирш Бриллиант Сокольников и Сава Равич. Сопровождают группу по территории Германии 2 офицера германского штаба. Ու ամբողջ ընթացքում գերմանական շտաբի 2 սպա ուղեկցել են։ Внутри пломбированного вагона скрывается политический десант. Там зреет план величайшего геополитического переворота. Այո։ Նույն ձևի Հայաստանում Սերժ Սարգսյանի քթի տակ ԱԱՑ-ի նախաձեռնությամբ վստահ եմ, թե իրանք նախաձեռնությունը չուներ, իրանք կասեցնելը կյանքները։ Նույն բանը իրականացել Հայաստանում։ Нити которого тянутся в полумрак масонских лож. Центральной фигурой заговора выступает Александр Парвус Гельфунд. Парвус Гельфунд обладает уникальным статусом, он вхож в высшие эшелоны власти в Германии и одновременно принадлежит к масонам египетского обряда Мемфис Мицраим. Он Այս նույն լոժաներ կազմակերպեց հայոց ցեղասպանությունը։ Այսինքն բոլոր երիտուրքերը, որոնք ծագումով հրեաներ էին, այս նույն լոժայի անդամներ են։ убеждает Берлин. Ленин – это бацилла, способная вызвать смертельную лихорадку. Լենինը միկրոբա, որը ընդունակ է մահ տարածել, նույն Փաշինյան Նիկոլն։ В теле Российской империи. И Парвус убеждает немцев в том, что Ленин сможет вывести Россию из войны. В это время в России у власти временное правительство. Практически весь его первый эшелон – Керенский, Некрасов, Чхиидзе, Савенков – состоят в масонской ложе Великий Восток народов России. И временное правительство Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունն են որը հրեա, նույն մասոնական ուժերի անդամներ են։ Եվ սիրով ընդունում են այդ վագոնը։ России, зная о приближении десанта во главе с Лениным, объявленным немецким шпионом, не выставляет никакой заслон на границе. Եվ ոչ մի արգելանք մտնելու համար։ Ասեմ ավելին, այդ ամբողջ ընթացքում Լենինը գործել է ազատ, ծախսել է միլիոններ տպագրությունների վրա, թրոքսիկներ տարածելու վրա, ոչ մի խնդիր չունեցել։ Սովի մատնված Ռուսաստանում է 17 թիվն է։ Սով պատերազմ Լենինը միլիոններ է ծախսում։ Ու ցանում է գերմանական բանկերի սա։ Не арестовывает Ленина с его подельниками на Финляндском вокзале, где он открыто призывает к свержению существующего строя. Почему так? Время даст шокирующий ответ. Существовала высшая договоренность между братьями по масонским ложам по обе стороны фронта. Для них разрушение русской монархии было общей стратегической задачей. Եվ այո, միասին քանդում էին ռուսական цари ընտանիքը կառավարման համակարգ։ Стоящий выше интересов отдельных государств. Пломбированный вагон стал тем самым троянским конем, который ввез в Россию новую эпоху. Эпоху, спроектированную в тишине лож
и оплаченную золотом, не знающим границ. И в 1918 году Ленин, глава победившей революции, подписывает Брестский мир. Фактически документ о капитуляции России. Եվ 18 թվականի մարտին ստորագրում են Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագիրը, որով Ռուսաստան դուրս է գալի պատերազմից որպես պարտված կողմ, եւ ամենակարևորը ինքը կպատմի հիմա ինչա տալիս Գերմանիայի ոնց է զիջում, եւ այստեղ չի ասի ամենակարևորը, բա հարավային ճակատում ինչա զիջում, ամբողջ Հայաստանը, եւ որ ասում ոսկի ուներ ինքը անսահմանափակ, այդ ոսկիով կիսում է նաև ռուսների թուրքերի հետ, զինում է թուրքական պարտված բանակը, հողով, սնունդով, զենքով, ամեն ինչ անում է թուրքերի համար, ինչի, որովհետև թուրքական այդ ժամանակակառավարությունն էլ նույն մասոնական ուժերի в Первой мировой войне. По этому документу Россия потеряла огромную территорию общей площадью гораздо больше 1 миллиона квадратных. Այս ամբողջ տարածքը տալիս է Եվրոպային։ Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիա, Լիտվա, Բելարուսիա, Ուկրաինա, Բեսարաբիա, Պոլշա, Լեհաստան, այսպես միջև Մոսկվա համարյա։ Տեսեք, այսպես ամեն ինչը զիջում է, բայց այն մյուս մասին չի խոսում։ Դե հարավային ճակատում ինչ է զիջում։ Այդ դա է պատճառը հնարավոր դարձավ, որ թուրքական զորքերը գային հասնեին միջև Սարդարապատ։ Եվ որ ասում եմ Ղարսը ոնց ընկավ, հենց տենց, Ղարսը չի ինգել, զանգել են, ասել են նույն ելեք, զորք հետ բերեք, ոնց Շուշին բան մնացածը հանձնեցին, զանգելով, թուրքը ոչ մի բան մեզանից երբեք չի գրավել, զանգել, Լենինը որոշել է, Բրեստ-Լիտովսկում խաղաղություն ընկնել, նույն պատմությունն է, խաղաղություն է, տվեք սաղ թուրքերին։ Եվ ռուսական ցարին ծառայող հայկական զինվորները տալիս են։ Այդքան պահում են Ղարսը պահում են, զանգը գալիս է տալիս են։ Դե ռուսներ, թուրքներ ոչ չգա։ Ղարսը տվել են դեռս Գյումրի մի քանի քայլ է, էլի։ Գյումրից մտնում են ասում իջև գալի ասում իջև Սարդարապատ։ Էլի եկեղեցու վրա։ Километров с 56 миллионами человек. 56 միլիոն, 56 միլիոն մարդ է այս տարածքում ապրել։ 1 միլիոն քառակուսի կիլոմետր։ Խաղաղությունը։ Տալիս է։ Նույն մեկին մեկ ծրագիրն է։ Եթե մի բան աշխատել է 100 տարի առաջ, իրականացել են, ինչու չեն անել հիմա։ Ինչու չանել, երբ որ սենց շակա, սենց մեղր կարակի նման սենց, քաղցր, հոսուն ծրագիր է։ Փորձված արդեն, ինչու չանել նաև Հայաստանում։ Россия по Брестскому миру потеряла примерно треть своего населения. Մեկ երրորդը կորցրել է։ Բնակչության։ Իսկ Հայաստանը կորցրեց մեկ երրորդը իր տարածքների։ Вот основные отторгнутые территории. Большая часть Украины, вся Финляндия, Прибалтика, Польша, территория царства польского, Западная Белоруссия, значительная часть западных земель и часть Закавказья. Так или Եվ часть Закавказья, եւ Անդրկովկասի մի մասը։ Դե արդեն մենք էական չենք, իր համար ինչ կապ ունի այնտեղ, հա, Սուրմալու, Էրզրում, ինչ կապ ունի այդ ամեն ինչը։ Часть, մի մասն է։ можно сказать, и отработал. Апрель 17 года. Ես կարծեմ սա մասին էլի մի անգամ ասել եմ, որ ես ես նմանացնում նույն օպերացիան, ինչ որ եղավ անում, փորձված, Լենինի նման, մի բացիլ, միկրոբ, բերեցին, գցեցին, նույն ձև պատրաստեցին Հայաստանում, այսինքն եթե Լենինին գոնե Գերմանիայում էին, Շվեյցարիայում էին պատրաստել 32 հոգու իր խմբի հետ, բոլորը հալի է, այս բացիլներին Հայաստանում էին պատրաստել, Հայաստանում և Թուրքիայում, այսինքն բաց էր ամեն ինչ, իրարից գաղտնիք չկար, հիմա էլ չկա, իրանք ոչ թե բացիլներին նախապատրաստել են, ծնել են, աճեցել են, նաև մինչև հիմա ծրագիրը իրականացնում են այդ բացիլների հետ միասին, ժողովուրդ ջան, եթե ձեր տանը ԱԱԾ ծառայող կա, ինք էս բացիլների գործարանի
մենեջերներից մեկն է։ Պարտադի չի ԱԱԾ ծանր, ցանկացած իրավապահ հետ ձեր տանը կա, շրջապատում կա։ Իմացեք, այս բացիլներից մեկն է ինքը, կամ իրանցից է, կամ սրանց ծառայողը, կամ կազմակերպիչը, կամ իրականացնող, տարբերություն չկա, բայց ինքն էլ է բացիլ, այս ամբողջ մեծ քայքայման process-ը, որ հիմա կատարվում Հայաստանում։ Այդ նույն բանը եղել է Ռուսաստանում։ Արդյունքում էլ ասեմ ինչ եղավ։ Արդյունքում ոչ միայն ինքը 1/3 բնակչությանը կորցրեց, մնացածին էլ սպանեցին։ 8 միլիոն մենակ Ուկրաինայում սովամահարեցին։ Սովամահ։ Գալիս ուղղակի մտնում էին վերջի փշուն էին խլում, իսկ դեռ որ պետք է աճեր այդ արտերը, վառում էին, որ հանկարծ այդ ցոլենն էլ ընդեր չաճի։ Միջև Ստալինի մահը 17 թվականից մինչև 53 թիվ Ռուսաստանում սպանվել է 50 միլիոն մարդ։ 50 միլիոն։ Ոնց նայում եմ նույն ձեռագիրն է, նույն կազմակերպիչները։ Բա լավ, կազմակերպիչներն իրենց հետաքրքրություններն ունեն, բա մենք։ Դա մեր հետաքրքրությունները ինչու՞ն է։ Կոտորվելու մեջ կա հետաքրքրություն, ես չգիտեմ։ Կարող է ես ինչ-որ մի բան չեմ հասկանում։ Բայց սա է իրականություն։ Դաժան չի սա, դաժանը չիմանալը, դաժանը չիմանալով կոտորվելը։ Եթե ինֆորմացված ես, դու արդեն զինված ես։ Այլ թե ինֆորմացված լինելուց հետո ինչ կանես դու, դա արդեն քո որոշումն է, ով հայ մարդ։ Բայց չի կարելի կույր գնալ կոտորվել, նույն ձևով։ Այսօր ամեն այսքանը, լավ մնացեք։